Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու ամեն։ Այսօրվա ավետարանական ընթերցվածքում մեր Տերը Հիսուս Քրիստոս եկեղեցու կարգ ու կանոնն է սովորեցնում։ Ասում է հետևյալը. Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչում է, գնա և հանդիմանիր նրան, երբ նա մենակ է։ Եթե լսեց քեզ, ապա շահեցիր նրան։ Իսկ եթե չլսի քեզ, վերցրու քեզ հետ 2 կամ 3 հոգի և այդպես 3 վկաներով նրան կարգի բերեք։ Իսկ եթե ձեզ էլ չլսի, ապա կասեք եկեղեցու մեջ։ Եվ եթե եկեղեցուն էլ չլսի, ապա թող նա ձեզ համար լինի ինչպես հեթանոսը կամ մաքսավոր։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս լեռան քարոզում ասում էր. մի դատեք, որպեսզի չդատվեք, որտեղ ինչ դատով որ դատում եք, նույն կերպ պետք է դատաստան ընդունեք։ Բայց այսօր մեր Տերը ողջախոհ հանդիմանության կոչ է անում, երբ քո եղբայրը քո դեմ մեղանչում է, առանց որևէ չարության, ողակալության, առանց որևէ նախապաշարումի, գնա և սիրով նրան հանդիմանիր, ոչ իբրև թշնամի, այլ որպես եղբայր, որպես քո մարմնի մի անդամ, ինչպես որ մեր մարմնի անդամը, երբ հիվանդանում է, եթե պետք է անգամ վիրահատում ենք և հեռացնում, ոչ թե որ նա մեր մարմնի անդամը չէ այլևս, այլ որ հիվանդացել է և անմիջապես վիրահատության կարիք ունի։ Ճիշտ այդպես էլ մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք և մենք իրավունք չունենք միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրվենք, որտեղ մեր մարմնի անդամները խիստ սիրով միավորված և կապակցված են, և եթե ոտքը ցավում է, ձեռքը ցավում է, ապա սիրտն է ցավում։ Ճիշտ այդպես էլ, եթե մեր մարմնի անդամները եկեղեցու որևէ անդամ մեղանչում է քո դեմ, քո սիրտը թող ցավի, ոչ որտեղ դու վիրավորվեցիր, այլ որ քո եղբայրը շեղվեց ճշմարտության ճանապարհից, ոչ թե դու վերաշխնդիր լինելու համար ես գնում նրան հանդիմանելու, այլ որ նա հետ կանգնի իր չար ճանապարհին, սիրով ես ասում, սրտացավությամբ ես ասում, և ինչպես յուրաքանչյուր ծնող իր զավակին երբ հանդիմանում է, մի փոքրիկ զավակն է ցավ զգում, բայց մեծ ցավ է ապրում մոր սիրտը, մոր սիրտը ավելի ցավում է, քան թե զավակը վիրավորվում կամ ցավ է ապրում։ Ճիշտ այդպես պետք է արվի յուրաքանչյուր քրիստոնյա։ Բայց եթե նա անզեղջ է մնում իր մեղքի մեջ, եթե 2-3 վկաներին էլ չի լսում և եկեղեցում էլ ասվում է և մնում է իր չարիքի մեջ անզեղջ, անդարձ, ինչպես սատանան, ապա պետք է վտարել և հեռացնել այլ անդամը եկեղեցու միջից, որտեղ ինչպես քաղցկեղը, որ ճարակվում է ամբողջ մարմինը և եթե արագ չհեռացնես այդ քաղցկեղով հիվանդ մասը, ապա ամբողջ մարմինը կապականվի։ Ճիշտ այդ պատճառով այն հերձվածը, այն աղանդավորը, որ քաղցկեղով, վարակով տարածում է ողջ եկեղեցու մարմինը, անմիջապես պետք է բանադրանքով, անեծքով և նզովքով ուղղակի հեռացնել եկեղեցուց։ Սա է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս, նա քեզ համար թող լինի ինչպես հեթանոսն ու մաքսավորը։ Այնուհետև շարունակում է մեր Տերը իր քարոզը և ասում. Ինչ որ ներեք մարդկանց, ներված կլինի երկնքում, ինչ որ կապեք, կապված կլինի երկնքում։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզ իշխանություն տվեց ներելու և արձակելու,
կապելու եւ արձակելու այսպիսի իշխանությունը Տիրոջից է ու շնորհված նախ քահանաներին, որտեղ քահանաները Քրիստոսից իշխանություն ունեն մարդկանց մեղքերը ներելու եւ արձակելու։ Եվ անսահման մեծ է այս իշխանությունը եւ խիստ քաղցր է մեղավորի համար այս իշխանությունը, որտեղ մեղավորը երբ մեղք է գործում, չարիքների եւ անօրենությունների մեջ է հայտնվում, ամբողջ իր փափագն ու նպատակը ներում գտնելն է, ներողություն է փնտրում Քրիստոսից, բայց շատ է վիրավորել, շատ է նեղացրել ու վշտացրել Տիրոջը եւ երես չունի, ամոթահար է Քրիստոսին ներկայանալու։ Այդ պատճառով Քրիստոս միջնորդներ նշանակեց իր եւ Աստծո միջև, որ է քահանաները։ Գալիս է ընկնում քահանայի առջև եւ ասում է. Հայր Սուրբ, Տեր Հայր, դու ես իմ միջնորդն ու բարեխոսը, Աստծո միածին որդու առջև, իմ մեղքերը ինձ թույլ չեն տալիս, որ Քրիստոսի առջև ներկայանամ։ Խնդրում եմ դու միջնորդիր ինձ համար, ես գիտեմ, որ Քրիստոսից իշխանություն ունես իմ մեղքերն արձակելու։ Եվ քահանան էլ լինելով մեղավոր մարդ, լինելով մեղավորի նման տկար ու թույլ, հասկանում է մեղավորին եւ իր իշխանությամբ արձակում է նրան մեղքերից։ Եվ նարեկացին ասում է. ավելի մեծ հրաշք չկա, քան մեղավորի դարձի գալը եւ նրա իր մեղքերի կապանքներից ազատվելը։ Այսպիսի ցանկալի է մեղքերի թողությունը եւ կարծես այդ պահին այն քահանան, որ արձակում է մեղավորին իր մեղքերից, դառնում է իր աչքի հրեշտակը։ Որտեւ նա էր, որ միջնորդ էր, նա է, որ մաքրեց նրան մեղքերից եւ սեր, գութ ու խնամք ցուցաբերեց մեղավորի հանդեպ, ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս էր անում։ Ներում էր զղջացող մեղավորին, արձակում էր նրան կապանքներից եւ այդպիսով ինչ որ արձակեց քահանան այստեղ երկրում, իմացեք, որ երկնքում արձակվեց։ Եթե մեղավորը իր մեղքերով փակել էր երկնքի արքայության դուռը իր համար, ապա քահանան մեղքերից արձակելով բացում է երկնքի արքայության դռները եւ մտցնում է մեղավորին հավիտենական կյանք։ Եթե 2 կամ 3 հոգի իմ անունով հավաքված լինեն եւ ինչ որ հավատքով խնդրեն, կտրվի նրան իմ երկնավոր Հորից։ Ովքեր 2 եւ 3 հոգի Քրիստոսի անունով, այսինքն ուղղափառ հավատքով, ճիշտ մտքով, ուղիղ մտադրությամբ մոտենում են Քրիստոսին եւ այնպիսի պաղատանք ու խնդրանք են մատուցում, որ Տիրոջ կամքին դեմ չէ, եւ ամբողջ հավատքով են խնդրում եւ հարատևում են իրենց խնդրանքի եւ աղոթքի մեջ, ապա Աստված լսում է նրանց ձայնը։ Բայց ցավոք սրտի մենք այս պայմանները չենք բավարարում։ Տիրոջ կամքը չենք հարցնում, թե Աստված կամենում է այս իմ խնդրանքը իրականացնել, սա բարին եւ օգտակարն է ինձ համար, այլ խնդրում ենք ու պաղատում այն, ինչ որ Աստված չի կամենում։ Բայց նաեւ մենք չենք հարատևում աղոթքի մեջ, 1-2 անգամ աղոթելուց, խնդրելուց հետո դադարեցնում ենք, բայց պետք է հիսենք այրի կնոջը, որ անիրավ դատավորին անդադար դիմում էր, աղարսում ու պաղատում եւ այնքան դիմեց, որ անիրավ դատավորը անգամ նրա խնդրանքը կատարեց, ապա որչափ եւս առավել, որ Աստված անիրավ չէ, այլ բարի է ու բազմագութ ու խնամող, պետք է մեր բարի խնդրանքները, մեր միաբանված աղոթքը լսի եւ իրականացնի։ Այնուհետև Պետրոս առաքյալը դիմում է Տերոջն ասում. Տեր, դու մեկ ասում ես, կարծես սա էր ուզում ասել Պետրոս առաքյալը, մեկ ասում ես ներեք միմյանց, մեկ ասում ես հանդիմանեք մեղավորին,
Քրիստոս որպեսզի սխալ չհասկանան իր խոսքը ասում է. այո, դուք պետք է ներեք միմյանց, որտեղ եթե քո եղբայրը զղջում է ու դարձի է գալիս, ներողություն է խնդրում, այո, պետք է ներես նրան 7 անգամ, ոչ, 70 անգամ 7, 490 անգամ, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, և դա էլ մի օրվա մեջ։ Կարծում եմ որևէ մեկը իր եղբոր դեմ մի օրվա մեջ 490 անգամ մեղք չի գործում, չի վերավորում ու չի անպատվում։ Եվ կարծես Քրիստոս ուզում էր ասել, որ ինչպես մի օրվա մեջ մեկը 490 անգամ չի կարող եղբոր դեմ մեղք գործել և եղբայրն էլ պետք է 490 անգամ մեղքը ների, ուզում էր ասել, որ անսահման, հավիտենական, միշտ պետք է ներես, որտև եթե ներես, ապա քո երկնավոր հայրն էլ քեզ պետք է նիրի, եթե չներես, ապա քո երկնավոր հայրն էլ քեզ չպետք է ների, և ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում, Տեր, եթե մարդկանց մեղքերը իմ հանդեպ, որքան գործել են, խիստ քիչ են ու սահմանափակ, ապա իմ մեղքերը քո հանդեպ անսահման են ու հավիտենական, և եթե դու ինձ ներում ես իմ անսահման մեղքերը, ապա ես ինչպես չներեմ իմ դեմ գործված սահմանափակ մեղքերը։ Հիշենք Տիրոջ խոսքը, միաբանված աղոթենք, խնդրենք այն, ինչ որ Տիրոջ կամքի համաձայն է, հարատևենք աղոթքի մեջ, ներենք միմյանց և սիրենք միմյանց, և Քրիստոս մեզ հետ պետք է լինի հավիտենապես։